Մանեզ բակային ճամբարների մեկնարկը շուտով կտրվի։ Այս տարի արդեն 10-րդ անգամ համախմբելով Ալավերդու, Թեղուտի ու Շնողի երեխաներին։ Համառային արձակուրդներին ճամբարային եռուզեռ կլինի Սարահարթում համար 8 ավագ և համար 12 հիմնական դպրոցներում, իսկ քաղաքի ներքևի հատվածում համար 2 հիմնական դպրոցում, ինչպես նաև ծայրամասային դեպետ և Սանահին կայարան թաղամասերում։ Բակային ճամբարներ կգործեն նաև Շնողում ու Թեղուտում։ Ընդհանուր առմամբ կգործի 7 ճամբար։ Ճամբարներն առաջին հերթափոխի երեխաներին կընդունեն հուլիսի 13-ից։ Այս պահին կատարվում է երեխաների հերթագրումը։ Ես նաև պետք է հայտարարեմ, որ արդեն իսկ ժամանակն է մի փոքր արդեն ուշանում ենք հերթագրման առումով, քանի որ հենց 13-ից արդեն պետք է սկսենք աշխատել։ Դրա համար ժամանակ ունենք, որպեսզի մենք ծնողները ուրեմն 7-ից 14 տարեկան երեխաներին հերթագրեն մեր դպրոցներում։ Ճամբարները կգործեն 3 հերթով, 1 շաբաթվա ընթացքում ամեն հերթափոխը կսկսենք առաջին հերթափոխը 13-ին կավարտենք 18-ին, 1 օր կհանգստանանք եւ երկրորդ հերթափոխը կսկսվի 20-ից կավարտենք 25-ով։ Այդ ժամանակ ընթացքում երեխաների համար նախապատրաստում ենք բոլոր սպորտային գույքերը ավելի ճիշտ, նախապատրաստում ենք բազմազան խաղեր, հարկացնում ենք ունենք արդեն արհեստավարժ մանկավարժներ, ջոկատավարներ։ Յուրաքանչյուր հերթափոխում կհանգստանա 350 երեխա, ընդհանուր առմամբ 700։ Ճամբարային օրերի ընթացքում ժամանակավոր աշխատանք կունենան 35 աշխատողներ, մանկավարժներ, խոհարարներ, ջոկատավարներ։ Ավետ Թամազյանն ասում է, որ տարեցտարի ճամբարի հանդեպ հետաքրքրությունը չի մարում, ավելին, ավելի շատ երեխաներ են ցանկություն հայտնում մասնակցելու ծրագրին, սակայն առաջին հերթին նախապատվությունը տրվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, որոնց համար ճամբարային օրերը դառնում են անմոռանալի ամբողջ տարվա համար։ Կազմակերպիչներն անում են ամեն ինչ, որպեսզի երեխաների առօրյան լինի բազմազան, հագեցած սպորտային ու զվարճալի խաղերով, երգուպարով։ 2005-ին սկսել ենք, ամենացանկալի ծրագրերից մեկն է երեխաների համար եւ ինչու՞ չէ մեզ համար։ Նախատեսում ենք նորից սպորտային մրցույթներ, մեկօրյա հանգստի կազմակերպում մեր ավանդական ուրեմն դասավանդքում, խորոված եւ բազմազան խաղեր։ Մենք միապաղություն չենք սիրում գնալով ծրագրերը բազմազան ենք դարձնում, որպեսզի մեր երեխաները իրենց հանգիստը լավ ձևով անցկացնեն։ Ինչպես նաև մեր մանկավարժները մեծ սիրով են ուրեմն մասնակցում, սպասում են այս օրվան եւ ցանկության դեպքում, եթե մենք մի փոքր ֆինանսական հնարավորություն կունենանք, հետագայում արդեն նորից կհասցնենք 11-ի։ Մենք 11 ճամբարներ ունեցել ենք, բայց ինչ-ինչ պատճառներով մի փոքր նվազեց, դա ճգնաժամը խանգարեց մի խոսքով, բայց ցանկություն կա, որ մենք նորից վերականգնենք մեր ճամբարների քանակը։ Մանեզ բարեգործական հիմնադրամ բակային ճամբարների ծրագրի համար տրամադրել է շուրջ 5 միլիոն դրամ։ Այս տարի ծրագրին կաջակցի նաև World Vision բարեգործական կազմակերպությունը։ Նատալիա Ուսյան, Արման Տիտանյան, լուրեր։